Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մայիսի 27-ն է, երեքշաբթի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը։ Ժան Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման և կարողությունների ամրապնդման գործում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է նաև, որ իր երկիրը պատրաստ է ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում քաղաքական, տնտեսական ոլորտներում։ Միաժամանակ Ժան Նոել Բարոն շնորհավորել է Հայաստանի վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաջորդ տարի Հայաստանում անցկացնելու առթիվ։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումների շուրջ։ Վարչապետը ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արարատ Միրզոյանը և Ժան Նոել Բարոն մասնակցել են նաև ադմիրալ Լուի Դարտիշ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը։ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծը։ Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով վերջին շրջանում ներմուծվող ցեմենտի գների կտրուկ նվազումը պայմանավորված արտասահմանյան սուբսիդավորմամբ և էներգակիրների ցածր սակագներով խաթարել է տեղական արտադրողների մրցունակությունը։ Ներմուծվող ցեմենտը տեղական արտադրողների համար մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում տեղական շուկայում։ Ներմուծման նման պայմաններում ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները կարող են հայտնվել ծանր ֆինանսական վիճակում և կանգնել ընդհուպ մինչև արտադրական գործունեության դադարեցման վտանգի առաջ, ինչը կարող է հանգեցնել նաև ներմուծվող ցեմենտի գների կտրուկ բարձրացման։ Բացի այդ, տեղական արտադրության բացակայության պայմաններում ցեմենտի տեղական շուկայի ամբողջական պահանջարկի բավարարումը ներմուծման միջոցով իրականացնելու դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ, կապված անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակության հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրական 100-ից ավել մեքենա 15 տոննա տարողությամբ կավելանան մաքսակետերում և ճանապարհներին։ Միևնույն ժամանակ ցեմենտի տեղական արտադրության դադարեցման արդյունքում կարող է վերանալ արդյունաբերական այդ ճյուղը, իսկ Հայաստանի ցեմենտ օգտագործող ոլորտները ամբողջությամբ կախված լինեն ներմուծումից, ինչն իր հերթին կնվազեցնի ռազմավարական ապրանք համարվող ցեմենտի ապահովվածությունը, հանգեցնելով տեղական արտադրանքի փոխարինումը ներմուծելով, ինչը ներկայումս հակասում է կառավարության որդեգրած արդյունաբերական քաղաքականության սկզբունքներին։ Տեղական շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկում է ճշգրտում կատարել ցեմենտի ներմուծման գործունեության համար գրանցվող պետական տուրքը, ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողին չտա հանգստի ռեժիմ հնարավորություն, այլ ստեղծի պայմաններ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Երեկ Երևանում հերթական հարձակումն է տեղի ունեցել կանչի վայր հասած շտապօգնության բժիշկների վրա։ Ժամը 20:55-ի սահմաններում Շենգավիթ թաղամասում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա, հայտնում է Շամշյան Քոմը։ Շտապօգնության բրիգադը փորձել է օգնություն ցուցաբերել պացիենտին, սակայն ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ ինչ-որ արտահայտություններ է արել ու կացինը նետել է իրեն օգնության ժամանած 26-ամյա բժշկի ուղղությամբ։ Շենգավիթի ոստիկանները արագ վնասազերծել են նրան և տեղափոխել են ոստիկանության բաժին։ Պետական եկամուտների կոմիտեն ոչ միայն ստուգող է, այլև ծառայություններ մատուցող կառույց, որտեղ որակյալ մասնագետների միշտ սպասում են։ Այս մասին այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում խոսել են ՊԵԿ նախագահի տեղակալն ու ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները։ ՊԵԿ ուսումնական կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հարկային ու մաքսային ծառայողների պատրաստման, վերապատրաստման դասընթացներ, որոնց արդյունքում ընտրվում են լավագույն մասնագետները ՊԵԿ-ի թափուր հաստիքները համալրելու համար։
Պեկ ներկայացուցիչները տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներին ներկայացրել են առկա թափուր հաստիկները երկու վարչություններում եւ դրանք համալրելու հնարավորությունները։ Բուհի ուսանողները ստանում են ակադեմիական կրթություն, որը համապատասխանում է Պեկում աշխատելու պահանջներին, իսկ ուսումնական դասընթացներին մասնակցությունը ուսանողներին մասնագիտական կողմնորոշման հարցում լրացուցիչ օգնություն կլինի։ Պեկը տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների աշխատանքի ընդունելու փորձ նախորդ տարիներին արդեն ունեցել է։ Երբ որ մենք առաջի անգամ սկսեցինք մաքսային ծառայողի պատրաստումը, Գյումրին հենց այս համալսարան, այս ինստիտուտը առաջիններից էր, որ մենք այցելեցինք եւ պատահական չի, որ մենք հիմա տասնյակ մաքսային ծառայողներ ունենք, որոնք ավարտել են հենց այս կառույցը եւ մենք շատ ուրախ ենք, որ իրենք Պեկում են հիմա աշխատում որպես մաքսային ծառայող եւ թե Գյումրիում եւ թե Երևանում, բացի դրանից շատ մի այլ ուրախալի լուր, որ ոչ միայն իրենք որպես ծառայողներ են աշխատում, այլև 2 տարի անց մենք այս տարի 2 հոգի ներգրավել ենք ուսումնական կենտրոնում որպես դասընթացավար։ 2 վարչության մասով ենք ներկայացնում մեթոդաբանության եւ ընթացակարգերի վարչությունը եւ զարգացման եւ ռազմավարության մեր վարչությունը։ Ու երևի թե բոլորիդ մոտ կամ շատերիդ մոտ կարող է Պեկը տենց անդադ ստուգողի աչքով երևա, ասեմ, որ այս երկու վարչությունը ստուգումների հետ ընդհանրապես կապ չունեն։ Եվ շատ ուրախ կլինենք, որ միանակ մեզ, մեր հետ միասին մենք, ինչպես տեսակ, զարգացնենք Պեկը, նոր ռազմավարական գաղափարներ մշակենք եւ մեթոդաբանության վարչության հետ մշակենք այդ փոփոխությունները ու առաջ գնանք։ Կարիերայի մեկնարկը պետական եկամուտների կոմիտեում չի նշանակում ուղղակի ապահովել ինքներդ ձեզ աշխատանքով, ուղղակի աշխատանքով, որը որ դեռևս գալիս է բուհ ընդունվելու պահից, թե ինչ ենք անելու, արդեն մասնագիտական կողմնորոշումը ունեք, բայց դեռ չգիտեք, թե մասնագիտական որևէ որակավորում ունենալուց հետո ինչ եք անելու, այլ կարիերան պետական եկամուտների կոմիտեում նշանակում է ձեր մասնագիտական կողմնորոշման կատարելագործում եւ շարունակական զարգացում։ Այսինքն դուք որպես թիրախային բուհ արդեն իսկ որոշակի չափով ընտրել եք ձեր ապագա աշխատանքային գործունեությունը, բայց դեռ վերջնական իր թիրախին, թե ինչպես եք հասնելու, դա դեռ չեք պլանավորել եւ այդ նպատակով մենք այստեղ ենք ձեզ օգնելու։ Գյումրիի 3 բուհերը դիմորդների թվի աճ ունեն։ Նախորդ տարիների հետ համեմատ բարձր ցուցանիշ են արձանագրել հայտագրման առաջին փուլից հետո։ Բաժիններում դիմումների քանակը սահմանված տեղերից ավելին է, ըստ այդմ տարբեր մասնագիտությունների գծով մրցույթ է լինելու։ Նման սպասումներ ունի նաև Շիրակի պետական համալսարանը, որտեղ վերջին տարիներին տասնյակ բաժիններում դիմումատուներ չեն ունեցել։ Շիրակի պետական համալսարանը մարզում միակն է, որ բարձրագույն կրթության մանկավարժական կադրեր է ապահովում, իսկ հանրակրթության համար կարևոր մի շարք բաժիններում մի քանի տարի շարունակ դիմորդներ չեն ունեցել։ Խնդիրը վերաբերել է պահանջված կամ հեղինակավոր շատ մասնագիտությունների ևս։ Բուհական ընդունելության այս տարվա դիմորդների քանակն անհամեմատ շատ է ստացվել։ Դիմելիության ցուցանիշը գերազանցել է նախորդ տարիներին։ Մենք նաև անընդհատ հետազոտում ենք պահանջարկը, ինչպիսին է մասնագիտությունների պահանջարկը, ինչպիսի ենթադրյալ թիվ կարող ենք ունենալ մեր շրջանավարտների շրջանում, անցկացնում ենք մենք հատուկ ունենք բաժինը հարցումներ է կատարում մարզի միջնակարգ դպրոցներում, ավագ դպրոցներում եւ այդ բոլորի արդյունքում, ինչպես նաեւ նախորդ տարիների ունեցած արդյունքների հիման վրա մեր մասնագիտությունները հայտարարագրում են։ Այս տարվա համար մանկավարժական բուհը 20 մասնագիտություն է հայտարարագրել, անցած տարվանից 2-ով պակաս։ Այս տարի չեն բացվի տեղագործական քիմիա եւ լրագրություն բաժինները։ Ընդհանուր նախատեսված է 261 տեղ, դրանցից անվճար է 79, մնացածն ու շատը վճարովի տեղերն են։ Հայտագրվել է 361 դիմորդ, ըստ այդմ մի քանի բաժիններում մրցույթ սպասում են։ Անցած տարիներին բնակիտական հոսքերի մի շարք բաժիններում նույնիսկ դիմորդ չեն ունեցել։ Այս տարի պատկերը փոխված է այդ բաժինների համար կրթաթոշակ սահմանելու արդյունքում։ Այսինքն մենք ՊՏՃՄԿ-ով սկսում ենք ունենալ դիմորդների աճ։ 5 տեղի համար մենք հայտարարել ենք 5 տեղ 9 դիմորդ ունենք, ինչը շատ ուրախալի է։ Մրցույթ ունենք պատմությունում 22 տեղի համար 31 դիմորդ։ 29 տեղի համար անգլերենում 35 դիմորդ։
Հաստատված տեղերի քանակից ավելի դիմումներ է ընդունել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանի Գյումրիի մասնաճյուղը։ Հայտագրված 6 մասնագիտություն ունեն, հատկացված տեղերը 85 է, որից 50-ն անվճար, վճարովիներից ավելի։ Թեև պոլիտեխնիկական բուհի պատասխանատուները նախատեպերը հաշվի առնելով նշում են, դիմորդների քանակը միշտ չէ, որ կանխորոշում է ընդունվողների թիվը, բայց կարևոր է, որ դիմորդները մասնագիտության ընտրության հարցում ավելի կողմնորոշված են։ Ես նկատել եմ, որ կային ժամանակներ, երբ 200-300 հոգի էր դիմում, բայց դիմորդների մոտ 30-40%-ը կտրվում էին։ Հիմա կտրվում են դիմորդների 10-15%-ը, դիմորդները ավելի կողմնորոշված եւ պատրաստված են։ Բնակիտական եւ ճարտարագիտական մասնագիտություններ ունեցող բուհի վճարովի թե անվճար տեղերի համար այս տարի 113 դիմորդ է հայտագրվել։ Այստեղ էլ դիմորդների թիվն ավելացել է, նախորդ տարվա համեմատ 20-ով ավելին է։ Ռեկորդային աճ ունենք տնտեսագիտություն մասնագիտությամբ, այնտեղ մենք ընդամենը 7 տեղ ունենք եւ 13 դիմորդ, գրեթե 1-2-2-ին մրցույթ է, ինչպես տրադիցիոն լինում է տեղեկատվական տեխնոլոգիաներում է մրցույթ է բավականին դրական աճի դինամիկայով էլեկտրոնիկա սինոպսիս մասնագիտությամբ, մյուսները նույնպես բոլորը մրցույթային վիճակ է։ Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում հայտագրված մասնագիտությունների թիվը չի փոխվել, դրանք մնում են 4-ը, 4-ն էլ համարվում են պահանջված շուկայում։ Տնտեսագիտական մասնագիտություններում ամեն տարի տեղերի համար մրցույթ կա։ Բուհի ղեկավարը վերջին 7 տարիների վիճակագրությունն է նշում, Ժող ինստիտուտում դիմորդների թվի դինամիկա աճ կա տարեց տարի։ Նախորդ տարի մենք ունեցել ենք 156 դիմորդ, այս տարի մենք ունենք 199 դիմորդ։ Այսինքն արդեն մոտենում ենք 200-ի շեմին եւ թերևս պետք է արձանագրեմ, որ մեր բոլոր 4 մասնագիտությունները մրցութային են, բոլոր մասնագիտություններում արդեն 4-րդ տարին անընդմեջ մենք ունենք մրցույթ։ Գյումրիի 3 պետական բուհերում դիմորդների թվի ավելանալը տրամաբանորեն կապված է ոչ այնքան շրջանավարտների թվաքանակի հետ, որքան ստեղծված մրցակցային հավասար պայմանների։ Հանրապետության պետական բուհերում վճարովի ուսուցման համակարգում տեղերի քանակն է կրճատվել, փոխարենն ավելացել են անվճար տեղերը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը մրցույթից դուրս մնացած, բայց դրական միավորներ վաստակած դիմորդներին այս տարի հնարավորություն է տալիս սովորել հեռակա։ Թափուր տեղերի մասին խոսք գնալ չի կարող, բայց այսուհանդերձ, եթե ուսանողը դրական գնահատական ապահովի, ինքը նաև այդ գնահատականներով իզորու կլինի նաև ուսումնառությունը կազմակերպել հեռակա ուսուցման համակարգում, որը մենք ունենք։ Գյումրիի 3 բուհերը միասին 673 դիմում են ընդունել, ինչը նախորդ տարվանից ավելին է 25-ից 30%-ով։ Մարզից շատ շրջանավարտներ դիմում են երևանյան բուհեր, ինչպես նաև լայն է ասպարեզը միջազգային բուհեր դիմելու։ Իսկ վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բուհեր են դիմում դպրոցն ավարտողների կեսից ավելին։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։